Աբովյան փողոցի 8 և 10 հասցեներում գտնվող այս երկու պատմամշակութային շենքերի օտարման գործընթացում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ Երկու շենքերի սեփականատերն էլ ընդհատակում գտնվող գործարար Սամվել Մայրապետյանն է։ Ինչպես է Մայրապետյանը դրանք սեփականաշնորհել, մանրամասնում է դատախազը։ Նշում, նրան այդ հարցում օգնել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախկին պետ, գործով դեռ միակ մեղադրյալ Կարինե Կիրակոսյանը։ Պուշկին-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող 19-րդ դարի վերջին կառուցված պատմամշակութային հուշարձան հանդիսացող նարնջագույն այս շենքը 2007 թվականին վերցվել է Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտ ՊՕԱԿ-ից, օտարվել նախօրոք հայտնի գնորդ Local Developers ընկերությանը, բայց պայմանով։ Կառավարության որոշմամբ համապատասխան դրույթ է նախատեսված եղել առ այն, որ գնորդը պարտավորվելու է տվյալ անշարժ գույքի հիմնական վերանորոգման և վերակառուցման նպատակով համամասնորեն ներդնել 150 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ։ Հետագայում այս որոշման հիման վրա պայմանագիր է կնքվել Local Developers ընկերության հետ, ի դեմը Սամվել Մայրապետյանի։ Ներդրումը պետք է կատարվեր 2 տարում։ Իսկ չկատարման դեպքում պետք է գնորդի նկատմամբ, այսինքն Սամվել Մայրապետյանի ընկերության նկատմամբ տույժ հաշվարկվի։ 2 տարվա ընթացքում պայմանագրային պարտավորությունները Մայրապետյանի ընկերությունը չի կատարել ու չնայած դրան նրա նկատմամբ ոչ տույժ է հաշվարկվել եւ ոչ էլ գույքի բռնականցման պահանջ է ներկայացվել։ Սամվել Մայրապետյանի կողմից ներկայացվել է կառուցագետ ՍՊ ընկերության եզրակացությունը առ այն, որ տվյալ գույքի նկատմամբ ներդրում է կատարվել ավելի քան 150 միլիոն դրամի չափով, սակայն այդ 150 միլիոն դրամի ներդրումը իրենից չի ենթադրել գույքի հիմնական վերանորոգում եւ հիմնական կառուցում, այլ դրա մի մասը շուրջ կեսը 78 միլիոնը ուղղվել է շինարարական աշխատանքների իրականացմանը, իսկ մյուս մասը ուղղվել է որոշակի ապրանքատեսակների ձեռքբերմանը, օրինակ սեղան, աթոռ եւ այլն, իսկ կենցաղային իրեր են ձեռքբերվել։ Հենց այդ եզրակացությունն էլ Պետգույքի կառավարման կոմիտեի պետ Կարինե Կիրակոսյանը գնահատել է պայմանագրի պատշաճ կատարում։ Համապատասխան գրություն է հասցեագրվել Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահի, նշելով, որ պայմանագրային պարտավորությունները ամբողջությամբ կատարված են, ուստի անհրաժեշտ է դադարեցնել պետության գրավի իրավունքը։ Այս պայմաններում պետության գրավի իրավունքը փաստորեն առանց իրավաչափ հիմքի դադարեցվել է։ Արդյունքում շուրջ 221 միլիոն դրամ արժեքով այս գույքը, որն այժմ 796 միլիոնից ավելի է գնահատվում, դուրս է եկել պետության գույքային հաշվեկշռից։ Նույն խախտումներով Մայրապետյանին է օտարվել նաև 1880-ականներին կառուցված Աբովյան 8 հասցեի պատմամշակութային շենքը։ Եվ այս դեպքում էլ պայմանագրում հատուկ դրույթ է նախատեսվել առ այն, որ գնորդը պարտավոր է գույքի վերակառուցման նախագծային եւ շինարարական աշխատանքների կատարման նպատակով մինչև 2006 թվականի ավարտը կատարել առնվազն 90 միլիոն դրամի չափով ներդրում։ Սակայն ոչ տվյալ ժամկետում, ոչ տվյալ ժամկետի ավարտից հետո այդ պարտավորությունը չի կատարվել։ Այս դեպքում դարձյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը որևէ միջոց չի ձեռնարկել, հստակ տեղեկացված լինելով, որ պայմանագրային պարտավորությունները չեն կատարել, ոչ գնորդի նկատմամբ տույժ հաշվարկելու միջոցներ է ձեռնարկել, ոչ էլ բնականաբար իրավասու դատարան է դիմել, որպեսզի գույքի նկատմամբ բռնականություն կիրառվի։ Արդյունքում տարիներ առաջ շուրջ 178 միլիոն դրամ գնահատված, այժմ 370 միլիոն դրամ արժեքով այս գույքը առանց իրավաչափ հիմքի դուրս է եկել պետության գույքային հաշվեկշռից։ Այժմ Կարինե Կիրակոսյանի մասով նախաքննությունն ավարտվել է։ Նա սակայն մեղադրանքը չի ընդունում։ Լուրերի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արման Բայադյանը, հավելելով մանրամասները դատարանում կներկայացնեն։ Դատախազությունը նաև երկու պատմամշակութային շենքերը պետությանը վերադարձնելու հայց է ներկայացրել դատարան։ Տաթև Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։